Սրան իրականում դժվար է հավատալ, բայց կարծես թե չինական ավտոպրոմը իրոք սկսում է հաղթել մեքենաների դիզայնի պատերազմում։ Վերջին ժամանակներում կարծես թե անհասկանալի հանգամանքներում Ferrari-ն և Mercedes-ը որոշել են զարմացնեն բոլոր ավտոպրոմի ներկայացուցիչներին, ցույց տալով Ferrari-ն իր կողմից լուծին, իսկ Mercedes-ը AMG GT-ին։ Նոր դիզայնը բավականին լուրջ ծաղրանքներ է առաջացրել ամբողջ համացանցով և կարծես թե հնարավորություն տվել չինական ավտոպրոմին հաստատվել որպես լավագույն դիզայն ունեցող մեքենաներ։ Միևնույն ժամանակ չինական ավտոպրոմը 2026 թվականին թողարկում է 5 ավտոմեքենա, որը գրավում է մեքենաների շուկան և զարմացնում բոլոր ավտոսիրահարներին։ Լիսյանը զարմացրել է իր նոր L9 Levis ավտոմեքենաներով, ցույց տալով նորանոր դիզայն և ավելի կատարելագործված տեխնոլոգիաներ։ Այտո M9-ը ավելի հեշտացրել է մեքենայի կառավարումը, փափկացրել մեքենայի շարժը, չի փոխել մեքենայի դիզայնը, մի փոքր կատարելագործվել այն ֆունկցիաները, որոնք ավելի վատ էին աշխատում։ Zeekr 8X ուղղակի հոյակապ դիզայն, ունի շատ ագրեսիվ տեսք, ֆունկցիոնալապես չի զիջում Zeekr 9X-ին, բայց միևնույն ժամանակ իր դիզայնի շնորհիվ շատ կարճ ժամանակներում գրավել է մեքենաների շուկան։ Yangwang Yu ցավոք սրտի ոչ ամենագեղեցիկ մեքենան, բայց միևնույն ժամանակ լավագույն տեխնոլոգիաներով և իր հնարավորություններով։ Մի քանի օրերի ընթացքում NIO ES9-ը թողարկելուց հետո մեքենան բերել է ընկերությանը 9% հավելյալ աճ ակցիաներում, քանի որ մեքենան շատ է դուր եկել որոշ ֆինանսական գործիչներ և նրանք հասկացել են, որ սա կարող է ընկերությանը բերել մեծ հնարավորություններ և մեծ վաճառքներ։ Տեսնենք արդյոք կարող են մյուս եվրոպական մեքենաների ավտոարտադրողները դուրս գալ այս դժվարին իրավիճակներից, չվատացնելով մեքենաների տեսքը, չտալով մեզ ավելի վատ ֆունկցիաներ և ավելի թանկ արժեքներ։ Ինքս հանդիսանում եմ եվրոպական մեքենաների մեծ ավտոսիրահար, բայց կարծես նրանք գտնվում են շատ բարդ իրավիճակում և դժվար է պատկերացնել ինչպես են նրանք դուրս գալու այս դժվարին պահերից։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին։